Հայաստանի Հանրապետության ՀԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն Հայաստանի Հանրապետության Շիրակի, Լոռու, Տավուշի ու Սյունիքի մարզերում տեղակայված պետական սահմանի պահպանություն իրականացնող ստորաբաժանումներում, սպայական ու ավագ ենթասպայական գազների համապատասխան պաշտոններում զինվորական ծառայության անցնելու համար։ Սպայական պաշտոններում ծառայության անցնելու համար կարող են դիմել բարձրագույն կրթությամբ, իսկ ավագ ենթասպայական պաշտոններում առնվազն միջնակարգ կրթությամբ պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած Արական սեռի Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։ Այս մասին Օրագիր Նյուզը զրուցեց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի հետ, ով նշեց, որ այդ մասին հստակ տեղեկություն չունի, բայց Վրթանեսյանի վարկածը հետևյալն էր. Հնարավորինս փորձելու են ռուսներին այդ Թուրքիայից սահմանից էլ հանեն, գուցե դրա համար նոր սահմանապահներ են պետք, բայց դա սպեկուլյացիա է, էլի, ես ինֆորմացիա չունեմ, չեմ կարող ասել։ Այսպիսով, չնայած այն բանին, որ այս մասին դեռևս հստակ պաշտոնական տեղեկատվություն չկա, ամեն դեպքում կա նաև վարկած, որ սահմանապահների այս հավաքագրումը կապ ունի օգոստոսի 8-ին ստորագրված հուշագրի հետ, որով ԱՄՆ-ն գործակցելու է սահմանների պաշտպանության կազմակերպման հարցում։